Արգելի հեռուստադիտողներ, ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ բնականաբար այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի նախ եւ առաջ անդրադառնանք աշխարհին հետաքրքրող թիվ 1 հարցին, ինչ է լինելու պատերազմի հետ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, նաեւ Իսրայելի եւ արդյոք ձեր կարծիքով վաղվա հանդիպումը, որ նախատեսված է բանակցություններ Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակների միջև, ինչ որ բանի կհանգեցնի դրական առումով։ Տեսեք, գնալով ես երեք կասկած հայտնեցի այստեղ, որ խաղաղությունների հրադադարը կպահպանվի եւ ըստ էության հրադադարը չի պահպանվել։ Այսինքն կարելի ասել, այսինքն հրադադարը անգամ տեղեկություններ կան, որ որոշ կղզիներ ռմբակոծվել են, բայց այդ չհաստատվեց ասում։ Հա, չհաստատված, բայց մեծ հաշվով Իրանի կղզիները են։ Այո, բայց խնդրեմը հետեւյալն է, որ ըստ էության տեսեք, Իրանն էլ ինչ որ Հորմուզի նեղուցն է փակ պահում։ Այսինքն ինչ որ մի երկու նավ անցել է, Տրամպը գրեց այդ մասին, բայց բարձվում է կարծես տեսակետներ կա, որ վճարներ են վերցնում, այսինքն անվճար չեն թողնում։ Ամեն դեպքում հերթեր են այնտեղ նույնիսկ համաձայն են վճարել, բայց ի դեպ այսօր արդեն Թրամփը խոսել էր Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում եւ ասել էր լավ կլինի, որ մեղմացնես դեպի Լիբանան գործողությունները, ինքն էլ համաձայնվել էր հանուն այս հրադադարի։ Տեսեք, այստեղ կան խնդիրներ, այստեղ շատ բարդ հարց է, ասեմ ինչու։ Որտեվ ամերիկացիները շատ լավ հասկանում են, եթե Իրանը ուզում է պայի Հեզբոլլահը, նշանակում է իրանք մտադիր չեն ընդհանրապես։ Տեսեք, Հեզբոլլահը լավ ցուցիչ է։ Եթե Իրանը ակնհայտորեն, եթե նրանք հիմա հիստերիա են բարձրացրել, որտեվ Իսրայելը ջախջախում է Հեզբոլլահին, ընդ որում ասեմ ձեզ, գիտեք չէ, Փեջերների օպերացիան, որ եղավ հայտնի, ասում են դրանից հետո երկրորդ ամենածավալուն հարվածներն է ստացել, այսինքն կետային հարվածները Բեյրութում, որ հարվածեցին եւ մոտ 300 հոգի, 300 հոգի բարձրաստիճան եւ այսպես ասում Հեզբոլլահի ներկայացուցիչներ զոհվեցին։ Բայց եկեք նաեւ հակառակը ասենք, արդյոք Հեզբոլլահը չի սպառնում Իրանին արդեն, որովհետեւ իրենց ձեռքին է զենքը, իրենց ձեռքին են շատ հնարավորություններ, իսկ Թեհրանում գլխատվել է սպառնի Իրանին, ինչ արվում։ Այսինքն պահանջի, որպեսզի իրենց կետը թողնեն, որ Լիբանանի հետ որպեսզի իրանց վրա հարձակումը չէ, ասեմ ինչու, այստեղ հետարքիր հիմիջը շատ հետարքիր հարց տվեցիք։ Ոչ մեկ այդպեսի հարց չէ։ Չէ, որովհետև տրամաբանությունն է ասում, այնտեղ գլխատված է իշխանությունը, չես հասկանում ով ում հետ ինչ, իսկ իրենք դեռ այստեղ նստած են։ Դե տեսեք, այստեղ հետարքիր հանգամանք կա, սենց մի խնդիր կա։ Շատ Իսրայելը հիմա խոսում է Ալ-Շարայի հետ, Ալ-Շարան Սիրիայի, այո։ Նրանք թշնամիներ են, որտեվ Ալ-Շարան Թուրքիայի մարդն է, ու հետարքիր կոնցեպտ է քննարկվում։ Իսրայելցիք ասում են եւ Ալ-Շարան էլ ասում է, դե մենք թշնամի ենք, բայց մենք վաղվա թշնամիներն ենք։ Մեր երեկվա եւ այսօրվա թշնամին Հեզբոլլահն է, իսկ Հեզբոլլահը Ասադի ռեժիմի ժամանակ շատ է դաղել Ալ-Շարայի զինակիցներին, կոմունակիցներին, նրանք պատժիչ ջոկատներով մտնում էին Ասադի ժամանակ Սիրիայի տարածք եւ դաժան հաշվեհարդարներ էին տեսնում։ Այստեղ նաեւ Ալ-Շարայի համար անձնական վրեժի հարց է։ Բայց այստեղ կա նյուանս, որ Իսրայելը վախենում է, որպեսզի Թուրքիայի ազդեցությունը Լիբանանում չմեծանա, որտեղ Ալ-Շարայի մուտքը Լիբանանի նախ շատ անկանխատեսելի է, գիտեք, այդ սիրիական բանակի տակ թաքնվածներն ու տերորիստներն են, էլի հասկանում եք ինչ է կատարվում։ Բայց միևնույնն է, այսպես ինչ որ մի պահի կարող են այդ համաձայնությանը գալ Հեզբոլլահը արմատախիլ անելու համար։ Ալ-Շարան պատրաստ է, ասում են։ Ներողություն, կներեք իհարկե, երևի այդ չեք կարդացել այդ ինֆորմացիան, Նեթանյահուն նույնիսկ հայտարարություն արեց, որ համաձայն է բանակցել Լիբանանի իշխանությունների հետ։ Դեռ բանակցողների անուններ չասվեցին ու օրեր, բայց այդպիսի հայտարարություն արեց Թրամփի հետ խոսելուց։ Համաձայն եմ, խնդիր չկա, բայց խնդիրը հետեւյալն է, Լիբանանի իշխանություններին ժամանակ էր տրված, 1 տարի։ Ֆինանսներ տրվեցին ԱՈՒՆ-ին գեներալ։ Նա չի կարողանում հանել, չի կարողանում արմատախիլ անել, հա։ Հիմա հետաքրքրական մի բան է կատարվում։ Այստեղ խորամանկություն կա մի քիչ ինչու, որովհետև հիմա իսրայելական զորքերը Լիբանանի տարածքում են եւ հատկապես գրավել են այն բնակավայրերը, որտեղ արմատացած են Հեզբոլլահի զինյալները։ Ընդհանրապես Լիբանանի մյուս հատվածում չեն սիրում Հեզբոլլահին եւ չեն ընդունում, անգամ տներ չեն տրամադրում։ Հետեւաբար այսպիսի տեսակետ կա անգամ, եթե ավելին ասեմ, շիաներին չեն սիրում, այսպիսի բան կա, որտեղ հիմա այս գյուղերից մարդկանց որ հանում են, նրանց համար շատ թանկ վարձեր են սահմանում, օրինակ սուննիներն ու քրիստոնյաները, եւ նրանք ստիպված են լինելու լքել երկիրը, իսկ ուր պետքա լքեն երկիրը շիաները։ Բարձ չի, Թուրքիա չեն գնա, պետքա գնան Իրաք։
Իրան, թե Իրաք, այո, ճիշտ եք։ Բայց այստեղ նախ հիմա խնդիր կա տեղաշարժվելու առումով հասկանում եք ինչու, բայց մեծ հաշվով հենց նպատակը նաև դա է, այսինքն ըստ էության, որպեսզի այդ հատվածը, որը ժամանակին եկավ եւ անկայունացրեց Իրան, Լիբանանը, հիմա այդ մարտիկ լքեն։ Բայց ես չեմ տեսնում այդտեղ մեծ բան, որովհետեւ միևնույնն է հարցը, այսպես սա ինչ որ դիվանագիտություն է խաղում ինչու, որտեղ նկատեք եվրոպացիներն էլ չէ, մի աբերան սկսեցին ասել, որ Լիբանանում է պետքա դադարի, սկսեցին իրանական տեսակետը հնչեցնել։ Ինչի համար եմ ասում, որպեսզի ես այսպեսի մի կասկած ունեմ, ինչի է խորանամանկություն։ Նեթանյահուն հասկանում է, որպեսզի իրենց չմեղադրեն բանակցությունները բանանելու համար, բայց ակնհայտորեն արդեն երևում է, որ Իրանը ժամանակ է շահում, Չալմեքը ժամանակ են շահում։ Եվ Իսրայելը մի բան է ասում ամերիկացիներին, իդեպ Թրամփը որ ուզում էր Դելսի Ռոդրիգես սարքեր Չալմեքին, անիրատեսական է, որտեղ դրանք շատ տարբեր էություն ունեն, նրանք հասկանում եք, նրանք կոկաինի եւ մաֆիայի վրա Դրանք շատ են ուղղություններն էլ տարբեր են։ Չէ, նրանք կոկաինի եւ մաֆիայի վրա եկած իշխանություն են, այսինքն իրականում այդ գաղափարախոսությունը ծածկվում է ուրեմն հիմնականում այդ նարկոբիզնեսներ, գիտեք։ Այստեղ շատ ավելի ուժեղ է գաղափարական գործը, նրանք կոմունիստ էին խաղում, սրանք իրականում շատ ուժեղ է զուգակցված է գաղափարական գործը կոռուպցիայի հետ, այսինքն սրանք ավելի վտանգավոր են, համ կոռուպցիան է մեծ, համ գաղափարական գործը, այո, ու կոռուպցիա։ Դրա համար այստեղ վտանգ է։ Եվ ես կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, զգուշ արտահայտվեն, որ հարվածները կվերականգնվի, պատերազմը կվերսկսի, պարզապես որպեսզի հիմա դրանում Նեթանյահուին չմեղադրեն, որ տեսեք Թրամփն ու Իրանը պայմանավորվել էին։ Ես կարծում եմ դրա համար է այս արտակուստ մեղմացումը իբր թե տեղի ունենում, որպեսզի հետո ամբողջ մեղքը չընկնի, որովհետև վաղ բանակցությունները սկսում են, որպեսզի Իսրայելի վրա չբարդվի ամբողջ մեղքը, իսկ բայց մեծ հաշվով ես վստահեցնում եմ հարվածի Հեզբոլլահին չհարվածի, նրանք մի հատ նպատակն է թողնել Հեզբոլլահը վերազինվի։ Իրենք էլ մի հատ իրենց հիմա Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությամբ կփորձեն այս երկու շաբաթվա ընթացքում արագ մի բան անել, փորել այդ շախտաները, որտեղ թաղված են իրենց արձակման կայանքները, որպեսզի կարողանան։ Ուզում ասեմ, ես չեմ տեսնում դեռևս գուցե բանակցությունների առաջին օրը մի բան տա, բայց արդեն Թրամփի հետրաբանությունն էլ է փոխվել, մի փոքր կխոսենք այդ մասին։ Իսկ հիմա գնում ենք գովազդի։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ցանկացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեմ բնեմ բերանները որ վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ։ Բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս մտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար եկա։ Արիթե եք հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում։ Օրիչը ոչ մեկ է մոտ չկա։ Отнимай деньги! Отвезите! Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола,
что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Սուտ խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе. Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է, բնականաբար վերլուծություններ, իսկ մինչև գովազդը վերլուծություններն ավարտվեցին Հեզբոլլահին առնչվող թեմայով, եթե Ինչպես միշտ ես մեկ-մեկ խճճվում եմ իմ մտքերի մեջ, մարդիկ մեկ-մեկ ասում են, ներողություն եմ խնդրում, ուղղակի ինֆորմացիան այնքան շատ է, ու վերջում որ պետք է հասնեմ տրամաբանական, որ հարցի պատասխանը տամ, մեկ էլ գովազդի ժամանակը գովազդի ժամանակն է գալի ու ասենք այդ բանը մոռանում ես, հետո ընդմիջան հիշեցի, որ ես արուսակի հարցին չեմ պատասխանել Հեզբոլլահի հետ կապած։ Պատերազմի սկզբում հիշում եք, Հեզբոլլահը չէր ուզում միջամտել, որտեղ իրանք ի վերջո ամեն դեպքում եկեք ընդունենք, նրանք արաբներ են, սրանք պարսիկներ են, բայց ուրեմն մի քանի բան։ Իրանք տարբերակ բն են, կարելի է պես ընդհանրել Հեսա այս ասեմ դες, տեսեք, նախ առաջին հերթին ուրեմն տեղեկություններ կար, որ պատերազմի սկզբում պարսիկները ահավոր զայրացել էին, որ Հեզբոլլահը չաջակցեց, եւ մի քանի օր Հեզբոլլահը լուր էր։ Ինչու՞։ Ուրեմն կան մի քանի տարբերակը, կա տարբերակ առաջինը, որ իրանց ղեկավարը գտնվում էր Իրանում եւ ճնշման տակ ստիպեցին, որ Հեզբոլլահը մտնի պատերազմի մեջ։ Բայց մյուս տարբերակով եթե նայենք, ախր Հեզբոլլահը ամեն ինչով կախված է պարսիկներից։ Ֆինանսավորող, այո, զենքով եւ մեկ այլ բան էլ, որ պետք է իմանաք, հիշում եք, իսրայելցիները մի քանի կարևոր պաշտոնյաներ ոչնչացրեցին Լիբանանում, Հեզբոլլահի շրջանում, որոնք Քուդսի անդամներին, իսկ Քուդսը գիտեք, դա ոնց որ իսլամական հեղափոխության կորպուսի արտաքին օպերացիաների համար պատասխանատու մարմինն է, եւ այդ Քուդսի եւ տարբեր այսպես իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի անդամներ ներդրված են Լիբանանում Հեզբոլլահի մեջ, ամեն կարևոր ստորաբաժանման մեջ եւ այլ այսպես շարունակ, ղեկավարության շուրջ է այսպես։ Դրա համար կախվածությունը այնքան տոտալ է, որ պատասխանում եմ ձեր հարցին, ինչքան էլ իրենք չուզեին, ինչքան էլ իրենք փորձեցին խուսափել, չստացվեց։ Այսինքն սա, եթե մենք վերցնենք։ Այդ Հեզբոլլահի մասով կարծում եմ պարզ է, որովհետև դուք ճիշտ եք ասում, իրանք չէին ուզում միջամտել, իրանք պետք չէր տա 1000 տալ, իրանք արաբ են, նրանք պարսիկ են, մեծ հաշվով ինչքան էլ շիա են, ինչքան էլ տենց ջուր գաղափար եւ այլն, դա ամեն ինչ ասում է գնում է ի վերջո դեպի փողը, չէ՞, փողը ֆինանսավորումը։ Բայց իրենք էլ հիմա անհասկանալի վիճակում են, երբ սովորել են այդ ֆինանսավորմանը, սովորել են այդ ամեն ինչին եւ հանկարծ այսօր Իրանը մեկ էլ հայտնվում է։ Ու տարօրինակա որ չեն միջամտում, էս էլ տարօրինակ է։ Որտեւ իրենց ֆինանսավորման աղբյուրն է վերջանում, իսկ ուրիշ ֆինանսավորում իրենք չեն ունենա։ Ով չի միջամտում։ Եթե չեն միջամտել Իրանին, ու Իրանը իրենց այլևս չաջակցի, իրենք կզրկվեն ամեն ինչ։ Բնականաբար, եւ հիմա տեսեք ինչ է կատարվում։ Այսինքն այս բանակցություններում եկեք նորից շեշտենք, որ Իրանը թուլություն շատ են խոսում, տեսեք, այս երկու օրը ամերիկյան մամուլը բոլորը պարտվեց, թե հաղթեց Թրամփը, պարտվեց Իսրայելը եւ այլն։ Անկամ Իսրայելում կան գրողներ, որ իբր Իսրայելը պարտվել է եւ այլն, չնայած Իսրայելը անգամ մի հատ ինքնաթիռ չի կորցրել եւ պատերազմի բուն ժամանակ զինվոր չի կորցրել, կոպիտ ասած էլի, այս ընթացքում։ Իսրայելը իդեպ ասեմ, ինչքան է մենք մեր զինված ուժերը գովում ենք եւ այլն, ես չգիտեմ ինչի հետ է կապված, նույն ընդհանրապես դարքրական մի բան, տեսեք, ուկրաինացիները ավելի լավ են օգտագործում ամերիկյան զենքը։ Ամերիկացիները բացահայտել են, որ իրանց պետրիոտները ուկրաինացիները ավելի լավ են եւ ոչ միայն պետրիոտները։ Իսրայելցիները F-35-երն ու F-16-երը, տեսեք, ամերիկյան F-35 վնասվեց, իհարկե իջավ, բան չունեմ ասելու, բայց վնասվեց։ Կորցրեցին, եթե մենք զուտ իրանական հարվածներ ասենք, լավ, բանը չեմ հաշվում, ուղղաթիռները չեմ հաշվում, եւ կորցրեցին ուրեմն F-15-ը ու գումարած A-10-ը էլի, բայց նա էլ կարողացավ փրկվել, բայց կործանվել, կարծեմ ինքնաթիռ հասավ տեղ, բայց ինքնաթիռը կարծեմ կործանվեց, բայց այդո վերցնենք առնվազն 3 ինքնաթիռ հարվածներից մեկ թե երկու ինքնաթիռ էլ իրանական հարվածներից է, որ վնասվել բազաներում, բայց
Իսրայելը ոչ մի նման կորուստ չունեցավ։ Այսինքն նույն Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ով չի։ Բայց Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հենց այդ է խնդիրը, հենց այդ է ոսկե գմբեթ չի, երկաթի գմբեթ է, բայց ոսկե գմբեթը Տրամպինն է։ Բայց եկեք մի պարզ բան հասկանանք, ոսկե երկաթի գմբեթը ուրեմն ինքը բան չի, հեռահար, ասում բալիստիկ հրթիռներ որսալու համար չի, ավելի փոքր եւ միջին, այսպես հեռահարության գուցե։ Իրենք այնտեղ ունեն խեց համակարգեր կոչվում իրենք, նետա, եթե չեմ սխալվում թարգմանվում, որոնք դրանք են նախատեսված, բայց գումարած իրականում ամերիկյան թահադներն է բերվել այնտեղ։ Ամերիկյան թահադներով այդ բալիստիկան եւ ուրեմն հեռահարթիռները խփվում։ Հետաբար այնպես չի։ Կրկնակի երակի պաշտպանություն։ Այո, ուզում ասեմ, հա, իրենք այսպես փոքր տարածքը կարողացել են պաշտպանել, բայց այդուամենայնիվ նայեք օդաչուները տեսեք, ասենք, պակաս թռիչքներ չեն արի եւ այսպես շարունակ։ Մի խոսքով հետաքրքրական հանգամանք, բայց խնդիրը հետեւյալն է, Իրանը գնաց այս բանակցություններին, տեսեք, Հորմուզի նեղուցը փակ էր։ Իրանը գնաց այս բանակցություններին, որտեղ Իրանը հասկանում էր, որ այդ հարվածներից հետո ոչնչանալու է։ Փեզեշքյանն էլ ասել էր, որ 1 ամիս ժամանակ ունենք, այդ ինսայդը կար, որ չենք կարող ավելի ձգել, որտեղ արդեն քաոս կսկսվի։ Իրենք ուղղակի, տեսեք, ես չգիտեմ Տրամպը պլան ունի թե չէ, այսինքն որքան հասկանում Տրամպի պլանը հետևյալն է. վերջին տարբերակով խփել իրոք ամեն ինչը ոչնչացնել, որից հետո Իրանը տասնյակ տարիներով ուրեմն չգիտես ոնց դուրս կգա, թե դուրս կգա, բայց շատ Հորմուզի նեղուցի պարագան լինի պրոբլեմ, իսկ այդ պարագայում բոլորովին այլ պրոցեսներ է սկսում, լոգիստիկայի ուղևոր, այսինքն վերափոխում։ Իսկ ստեղ արդեն շահում է Իսրայելը եւ հիմա ավելին ասեմ ձեզ, ակտիվ է սկսվելու այդ լոգիստիկ ուղիների փոփոխությունը, որը ձեռնտու չի Իրանին։ Այո, հիմա Տրամպին ժամանակավոր պետք է որպեսզի ժամանակավոր արագ պետք է որ բացվի նեղուցը, ինչու իր անձական ընտրությունների եւ բանի պահով, չէ՞ եւ այլն։ Բայց մեծ հաշվով, եթե ինքը հարվածը հասցներ եւ հեռանար, միևնույն է, այսինքն եթե ինքը խոստումը կատարեր, Հորմուզի նեղուցը դառնալու էր անվստահելի։ Վնասումը Տրամպին, այո, Տրամպը անձամբ ռեյտինգ է կորցնում, գները բարձրանում եւ այլն։ Բայց այստեղ բացվում է բոլորովին այլ պատմություն, սա այն կառավարելի քաոսն է, որի մասին ես խոսում էի, որի պարագայում սկսվել է մի քիչ ավելի երկարատև, բայց ավելի բարդ պրոցեսներ, բայց որ այն որ Իրանն էլ չունի ծրագիր, այսինքն մենք չգիտենք Տրամպի ծրագիրի ականում կա չկա, կհասկանանք ընթացքում, հա։ Իսկ բանի պարագայում Իսրայելը շատ լավ հասկանում է, որ Հորմուզի նեղուցը փակվում է, իրան ձեռնտու է։ Պրոբլեմ չի։ Բայց ինձ մոտ այնպես տպավորություն է, որ Իրանում առավել եւս ծրագիր չկա եւ այնքան էլ չեմ հավատում։ Իսկ իրանցիները այդ եմ ասում, այսինքն Փեզեշքյանը կա, թե չեմ հիշում, Փեզեշքյանը կարծեմ Ղալիբաֆն է, Արաքչին է, այնտեղ իսկ Իրանի պարագայում պրոբլեմը որն է, իրենք հապշտապ, հապճեպ, ասում եմ, հիստերիայի մեջ համաձայնվեցին, որտեղ եթե այդ հարվածը հասցվեր, իրանք լավ գիտեն հետևանքները։ Հա, մի բան էլ ասեմ, այդ ներքին տարածվում է իրանք այդ հաղթական բաներ եւ այլն, Ժորժյան, դրան ուշադրություն մի դարձրեք, նրանք իրանք ռեժիմը պահելու խնդիր ունեն, ոչ են ասում 40 օր մեզ ծեծել են ու մենք ոչ մի բան չենք կարողացել, կամ արել ենք շատ փոքր ինչ-որ մանր վնասներ ենք հասցրել, բնականաբար չեն ասելու, պետք է ասեն, որ իրանք հաղթել են, որտեղ եթե իրանք թուլություն ցույց տվեցին, իրանք հում կուտեն ընդ Տեսնենք վաղը ինչ են ցույց տալու, թուլություն թե ուժ։ Տեսնենք հայտարարքիրա։ Երևի վաղը բանակցությունները մեկնարկում են, երևի մեր եթերի ժամին որոշակի տեղեկատվություն արդեն կլինի, իսկ դուք ձեր YouTube-յան ալիքում կանդրադառնաք։ Այսօրվա համար շնորհակալություն։ Վաղը չեմ կարծում, որ կարողանանք հասկանանք արդեն, այսինքն ավելի շատ երկու շաբթի։ Շնորհակալություն նաև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, ցտեսություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։